Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը արդեն ավելի քան 15 տարի մեր երկրում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր, եւ այս կապակցությամբ մեր նախարարությունը կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։ Իհարկե այդ գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով մեր գործընկերներին ենք փոխանցել նաև ժամանակակից հայ գրողների եւ նաև թարգմանական գրականության նմուշներ։ Հուսով եմ, որ կարդալու ժամանակ կունենանք եւ նաև գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը, որովհետեւ սա իսկապես մեր աշխատանքի եւ զարգացման կարևոր բաղադրիչ է եւ կուզեմ նաև առիթից օգտվելով նշել, որ իրականում ընթերցանության խրախուսումը կառավարության քաղաքականության շատ կարևոր եւ առաջնահերթ ուղղություն է։ Մենք արդեն երկրորդ տարին կազմակերպում ենք ընթերցանության օլիմպիադա 5-րդ եւ 6-րդ դասարանների համար, ունենք ընթերցանության խրախուսման ծրագրեր տարրական դպրոցից սկսած, որտեղ իրականում տեքստը կարդալու, վերլուծելու եւ հասկանալու հմտությունները բազային են ցանկացած ոլորտի գիտելիքը ընկալելու, յուրացնելու եւ ցանկացած մասնագիտության մեջ առաջխաղացում ունենալու ուղղությամբ եւ հենց այս պատճառով է, որ ընթերցանությունը ըստ էության մեր աշխատանքների առանցքում է ընկած եւ մեծ ուրախությամբ պետք է նշեմ նաեւ, որ կառավարության առանձին քաղաքականությունը զարգացնել գրահրատարակչությունը եւ գրական շուկան, որի հարթակներից մեկն էլ գրքի Երևանյան միջազգային փառատոնն է, նույնպես հաջողությամբ զարգանում է։ Անցյալ տարի գրքի փառատոնը առաջին անգամ կազմակերպվեց նաև մարզերում, Կապանում եւ Գյումրիում եւ այնպիսի ցուցանիշ, որ մենք օրինակ նախորդ տարի գրքի փառատոնին 18000 գրքի վաճառք ենք ունեցել, որը 33%-ով ավելի է, քան դրա նախորդ տարի, 40000 մասնակից, որը 23-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, ցույց է տալիս, որ ընթերցանության ու գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում հանրության շրջանում մեծանում է եւ մեր քաղաքականությունը այդ ուղղությամբ պետք է շարունակվի եւ դառնա նաեւ ավելի թիրախային։ Բոլորիս եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում եմ հաճելի ընթերցանություն։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն Տիկին Անդրեասյան, խնդրեմ հարգելի գործընկերներ, ինչ կարծիքներ ունեք։ Վստահ եմ, որ պիտի առնվազն շնորհակալություն հայտնենք Տիկին Անդրեասյանին եւ հիշեցման եւ նվերի համար։ Շնորհակալություն։ Անցնենք զեկուցվող հարցերին, օրակարգի 22-րդ հարցը, Տիկին Սիրականյան, համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո փոխվարչապետ, կառավարության հարգելի անդամներ, քննարկման է ներկայացվում ներդրումների մասին նոր օրենքի նախագիծը։ Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր, ինչպես տեղացի ներդրողների, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նշեմ, որ ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում։ Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների եւ ներդրումների վրա, այլ նաեւ տեղացի ներդրողների եւ ներդրումների վրա, մինչդեռ գիտենք, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքի դրույթները տարածվում են միայն օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների հետ կապված իրավահարաբերությունների վրա։ Այսպիսով նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը իր երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա ներդրողները ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ եւ առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման նույնանման բարենպաստ վերաբերմունք։ Սա նշանակում է, որ մի երկրի այլ օտար պետության ներդրողը Հայաստանի Հանրապետությունից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը Հայաստանի Հանրապետությունում առկա է, այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ։ Այստեղ բացառություն ունենք, բացառությունը տարածվում է, նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի եւ միջազգային պայմանագրերով կարգավորվող այլ դեպքերի համար։ Նախագիծը սահմանում է իրավական եւ ֆիզիկական
իրավական պաշտպանվածության երաշխիքը, ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը եւ կայունությունը, սահմանում է այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքը, վեճերի լուծման մեխանիզմը, արդարադատության մատչելիությունը եւ այլն։ Եվ չնայած այն հանգամանքին, որ նախագծում նշված շատ կարգավորումներ արդեն առկա են այլ իրավական ակտերում, այդուհանդերձ նախագծի նպատակներից մեկն է նաև միավորել ներդրումների եւ ներդրողների հետ կապված երաշխիքների կարգավորումները տարբեր իրավական ակտերում, որոնք առկա են տարբեր իրավական ակտերում եւ օրենքներում մեկ նախագծի մեջ, այդպիսով ապահովելով ավելի պարզ, թափանցիկ եւ կայուն կանխատեսելի ներդրումային միջավայր։ Ընդ որում օրենքով սահմանված այդ երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ տվյալ երաշխիքներով, օրենքով սահմանված երաշխիքների ծավալուն փոփոխություններից կամ դրանց վերացումից հետո 5 տարվա ընթացքում։ Նշեմ նաև, որ համանման կարգավորում առկա է նաև գործող օրենքում, ինչը կարծում են կարևոր է ներդրումների հետ կապված երաշխիքի ապահովման տեսանկյունից։ Կարծում ենք, որ նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ եւ կանխատեսելի իրավական միջավայր ժամանակակից միջազգային ստանդարտներին հաշվառմամբ, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը բարձրացնելու միջազգային իրավական վարկանիշը, մրցունակությունը, ներդրումային գրավչությունը եւ կխթանի ներառական եւ կայուն տնտեսական աճ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, բայց ես ճիշտ եմ չի հասկանում, որ մենք նախագիծ կազմելիս այդ աշխատանքների ընթացքում նաև դուրս ենք բերել այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ցանկ, անհրաժեշտ փոփոխությունների, որոնք նույնպես մոտ ժամանակներում կդնենք շրջանառության մեջ, որովհետեւ պաշտպանությունը ել ավելի հստակեցվի, պաշտպանության մեխանիզմները ներդրումների։ Այո, պարոն փոխվարչապետ, իրականում կային տարբեր մտքեր եւ կարգավորումներ, որոնք իրավական առումով հնարավոր չէր մեկտեղել այս նախագծի մեջ, եւ դրանով պայմանավորված նաեւ նախագծի հիմնավորման մեջ ներկայացրել ենք տարբեր բլոկներով որոշակի խնդիրներ, որոնք եւ նաեւ դրանց վերաբերելի կամ դրանց կարգավորումներն ապահովող իրավական ակտերի ցանկ, որոնց վերանայման անհրաժեշտություն բնականաբար կարծում ենք, որ կունենանք եւ նախագծի ազգային ժողովի կողմից ընդունումից հետո անմիջապես կձեռնարկենք այդ բոլոր քննարկումները նախ կառավարության էկոնոմիկայի նախարարության ներսում, ապա իհարկե կառավարության քննարկմանը եւս կներկայացնենք։ Շատ լավ։ Իսկ ազգային ժողովի մեր գործընկերների հետ նախագիծը քննարկել եք։ Այո, պարոն փոխվարչապետ, նախագիծը համաձայնեցված է։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ է, կարծում եմ, ինչ կարծիքներ, առաջարկություններ կան, հարցեր։ Առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Հաջորդ հարցը, հարց համար 24, համեցեք պարոն Հովհաննիսյան։